Սիրելի աղջիկներ, հերթահասավ մեր արջուկի գլուխը գործելուն սկսում ենք կախարդական օղակից, կախարդական օղակի մեջ գործում ենք 6 հատիկ։ Ձգում ենք թերը, հաջորդ շարքում պետք է կրկնապատկումներ անենք։ Յուրաքանչյուր հատիկի մեջ գործում ենք 2-ական հատիկ եւ արդյունքում կունենանք 12 հատիկ։ Այստեղ կարող ենք տեղադրել մարկեր եւ սկսենք։ Յուրաքանչյուր հատիկի մեջ գործում ենք 2 հատիկ։ Հիմա այս շարքից սկսած մինչև 12-րդ շարքը գործում ենք այսպիսի հերթականությամբ։ 1 հատիկ 1 կրկնապատկում 6 անգամ, այս շարքում, հաջորդ շարքում 2 հատիկ 1 կրկնապատկում 6 անգամ եւ այնքան կրկնապատկումներ ենք գործում, այնքան շարք, մինչև կստանանք 10 հատիկ 1 կրկնապատկում 6 անգամ, արդյունքում ունենանք 72 հատիկ։ Այժմ կգործենք 13-րդ շարքը հետևյալ կերպ։ 23 հատիկ 1 ավելացում 3 անգամ եւ արդյունքում կունենանք 75 հատիկ։ 14-րդ շարքը հետևյալ կերպ։ 24 հատիկ 1 կրկնապատկում 3 անգամ եւ արդյունքում ունենալու ենք 78 հատիկ։ Ուրեմն 15-ից մինչև 25-րդ շարքը ներառյալ, այսինքն 11 շարք անընդմեջ գործում ենք 78 հատիկով ամփոփող։ Գործում ենք 11 շարք եւ միանում։ Գործված է 11 շարք անընդմեջ 78 հատիկով, մենք արդեն 26-րդ շարքում ենք եւ այստեղ գործելու ենք հետեւյալ կերպ։ Տեղափոխենք մարկերը։ Պետք է գործենք 24 հատիկ 1 կրճատում 3 անգամ։ 1 2 3 Հիմա այստեղ ձեզ ուզում եմ ցույց տալ ինչպես ենք ավելացնում թելը, երբ այն ավարտվում է։ 1 ծծիկը մեզ բավարար չէ այս արջուկին գործելու համար։ Հիմա թելը կվերջանա, տեսեք ինչ ենք անում ենք, դուրս ենք բերում թելը, բայց ամբողջությամբ չենք գործում։ Այսպես, մյուս թելով անցնում ենք այս երկու հատիկների միջով։ Այստեղ կապում ենք երկու ծայրերը։ Եվ շարունակում գործել։ Եթե չեք մոռացել, գործում ենք 24 հատիկ 1 կրճատում 3 անգամ, որպեսզի ունենանք 75 հատիկ։ Հաջորդ 27-րդ շարքում գործում ենք 23 հատիկ 1 կրճատում 3 անգամ, արդյունքում կունենանք 72 հատիկ։ Արդեն 28-րդ շարքում ենք, տեղափոխում ենք մարկերը եւ գործում հետեւյալ հերթականությամբ։ 10 հատիկ 1 կրճատում 6 անգամ, արդյունքում կունենանք 66 հատիկ։ Աղջիկներ ջան, եկավ արդեն աչքերը տեղադրելու ժամանակը եւ աչքերը տեղադրենք այստեղից հաշվելուց 20 եւ 22 շարքերի միջև եւ աչքերի միջև հեռավորությունը պետք է լինի 10 հատիկ։ Հաշվեք, տեղադրեք։ Ինձ մոտ աչքերը 8 մմ մեծության է եւ այսպես ամրացնում ենք եւ որպեսզի ավելի ապահով լինի եւ բալիկները չհանեն, չվնասեն իրենց, կրակայրիչով այս մասերը պետք է հալեցնել։ Հալեցնեմ, ամրացնեմ եւ միանամ։ Այսպես ես արդեն ամրացրեցի աչուկները։ Հիմա պետք է գործենք 29-րդ շարքը, տեղափոխում ենք մարկեր եւ գործում հետեւյալ հաջորդականությամբ 9 հատիկ կրճատում 6 անգամ եւ արդյունքում կունենանք 60 հատիկ։ Այս շարքը եւս ավարտեցինք, հիմա 30-րդ շարքում ենք եւ գործում ենք 8 հատիկ 1 կրճատում 6 անգամ։ Այս շարքը եւս ավարտեցինք, հիմա 31-րդ շարքում ենք, գործում ենք 7 հատիկ 1 կրճատում 6 անգամ, հաջորդ շարքում կգործենք 6 հատիկ 1 կրճատում, այնքան մինչև ստանանք 4 հատիկ 1 կրճատում եւ ընդհանուր հատիկների թիվը լինի 30-ը։ Կհանդիպենք այդ փուլում։ Արդեն 34-րդ շարքում ենք եւ այս փուլում արդեն կարելի է լցնել մեր արջուկի գլուխը։ Լավ, պինդ պետք է լցնենք։ Գեղեցիկ ձևավորենք, անհարթություններ չլինեն։ Ստացանք այսպիսի գեղեցիկ կլոր գլուխ մեր արջուկին, հիմա ինչ ենք անելու։ Գործենք մեր արջուկի մռութիկը։ Դրա համար էլի կախարդական
օղակ ենք անում եւ գործում կախարդական օղակի մեջ 6 հատիկ։ Երկրորդ շարքում կգործենք 6 կրկնապատկում եւ արդյունքում կունենանք 12 հատիկ։ Հաջորդ շարքում գործում ենք 1 հատիկ, 1 կրկնապատկում եւ մեզ մոտ ստանալու ենք 18 հատիկ։ Այստեղ մարկերը փոխարեն կարող ենք օգտագործել նաեւ այս օչիկը։ Տեղափոխում ենք մարկերը եւ հաջորդ շարքում գործում ենք 2 հատիկ, 1 կրկնապատկում 6 անգամ եւ ստանալու ենք 24 հատիկ։ Հաջորդ 5-րդ շարքում գործում ենք 3 հատիկ, 1 կրկնապատկում եւ ունենալու ենք արդեն 30 հատիկ։ Հիմա գործելու ենք 6-րդ շարքը եւ 4 հատիկ, 1 կրկնապատկում 6 անգամ եւ ունենալու ենք 36 հատիկ։ Տեղափոխում ենք մարկերը, գործում ենք արդեն 7-րդ շարքը եւ 6 հատիկ 1 կրկնապատկում 6 անգամ ստանալով 48 հատիկ։ 5 հատիկ 1 կրկնապատկում 6 անգամ եւ արդյունքում ունենանք 42 հատիկ։ Եվ վերջին շարքը գործում ենք ուղղակի 42 հատիկ առանց կրկնապատկումների։ Մեր դնչիկին, մռութիկին պետք է ավելացնենք քիթիկը, դրա համար 5-ից 6-րդ շարքերում ես արդեն տեղը նշել եմ, 1, 2, 3, 4, 5 և 6, 5-ից 6-րդ շարքերում պետք է տեղադրենք արջուկի քիթը։ Այսպես, հիմա հալեցնեմ այս հատվածը ու նորից միանամ ձեզ։ Հիմա արդեն կարող ենք կտրել գլխի թելիկի հատվածը մի քիչ երկար, որովհետև պետք է կարենք։ Այսպես ուրեմն միացման հատիկ ենք գործում և ևս մեկ օդային հատիկ դուրս ենք բերում և ձգում ենք։ Հիմա արդեն կարող ենք միացնել այս մռութիկի հատվածը։ Ընտրենք ճիշտ տեղը և սկսենք կարել։ Կարելուց մեկ հատիկ վերցնում ենք գլխից և մեկ հատիկ հենց մռութիկի գործած հատվածից, հատիկներ բաց չենք թողնում, որպեսզի գեղեցիկ հարթ լինի ամեն ինչ։ Աղջիկներ ջան, ես արդեն ավարտեցի մռութիկը կարելը, մի փոքր սինտիպոն կարող եք լցնել այս մռութիկի հատվածում, մինչև ավարտելը։ Կարող եք լցնել, մի փոքր բարձրացնել մռութիկը եւ շարունակել կարելը։ Հիմա եկեք միացնենք գլուխը մարմնին։ Նորից սկսելու ենք կարել յուրաքանչյուր հատիկ, այսինքն 30 հատիկ ունենք գլխի հատվածում, 30 հատիկ մարմնի հատվածում։ Հատիկ առ հատիկ միացնում ենք իրար։ Ճիշտ ֆիքսում ենք դիրքը, որպեսզի գլուխը թեք չլինի։ Մեկ հատիկ մարմնից, մեկ հատիկ գլխից վերցնում և սկսում ենք կարել։ Այստեղ էլ կարող ենք ավելացնել սինտիպոն, որպեսզի դատարկ չմնա։ Գեղեցիկ միացած լինի գլուխը մարմնին։ Եվ շարունակենք կարելը մինչև վերջ։ Գլուխը կարեցինք, վերջացրեցինք, հիմա կկարենք ականջները, կսկսենք 6-րդ շարքից, այստեղից հաշվելուց 6-րդ շարքից կկարենք։ Վերջ։ Ողջիկներ ջան, ես ականջը կարում եմ ոչ միայն այս դիմային հատվածից, այլև ետևի մասից, նույն տրամաբանությամբ մեկ հատիկ վերցնում եմ ականջից, մեկ հատիկ գլխի հատվածից, որպեսզի ավելի ամուր լինի, ավելի գեղեցիկ լինի, ավելի ապահով։ Կարելուց հետո, երբ վերջացնում ենք, թելը թաքցնում ենք գլխի մեջ,
ասեղը մտցնում ենք որևէ հատվածից, դուրս բերում, զգուշությամբ, որպեսզի ոչ սինդիպոնը դուրս գա, ոչ էլ որևէ թել կտրվի։ Նորից կարող ենք նույն տեղից մտցնել, այլ տեղից դուրս բերել, ինչքան շատ կրկնենք, այնքան թելը ավելի ապահով կլինի, կխճճվի սինդիպոնի հետ եւ դուրս չի գալ հետո։ Կտրենք թելը, կտրելուց գիտեք ինչ եմ անում, մի փոքր ձգում եմ թելի ծայրը, խորքից կտրում եւ թելը ինքնուրույն կորում է ներսում։ Հիմա կարենք երկրորդ ականջը, որպեսզի հետո ձևավորենք, ձգումներ անենք դեմքին։ Հիմա մի փոքր տգեղ տեսք ունի մեր արջուկը, բայց ձգումներից հետո ունենում է շատ գեղեցիկ նրբիկ տեսք։ Ականջներն արդեն պատրաստ են, հիմա կարենք պոչիկը։ Պոչիկը կկարենք այս դիրքով։ Կարելուց հետո նորից միանանք, նորից յուրակ մեկ հատիկ վերցնում ենք մարմնից, մեկ հատիկ պոչիկից եւ այդպես ամբողջ երկայնքով։ Ահա պոչիկն էլ կարեցինք։ Հիմա եկեք ձևավորենք մռութիկը մեր արջուկի դրա համար ասեղի վրա անցկացնում ենք, ես անցկացնում եմ հենց արջուկի մարմնի գույնի թել, որպեսզի չտարբերվի։ Ասեղը մտցնում ենք ներքևի այս ղզի հատվածից, դուրս ենք բերում աչքի տակ։ Այստեղ թելը թողնում ենք մի փոքր, որպեսզի ֆիքսենք, կապենք։ Նորից ասեղը մտցնում ենք աչքի ներսի հատվածից, դուրս բերում արանոցի հատվածից, այսպես մեկ հատիկ աչ կամ ձախ։ Հիմա պետք է ձգենք, այսպես մատներով ֆիքսենք, կապենք այստեղ թելերը, ձգենք այնքան, մինչև մեզ համար արդեն գեղեցիկ լինի։ Եթե մեկ անգամից չի ստացվում, հոգ չէ, կարող եք նորից ասեղով ձգումներ կատարել։ Նորից կապում ենք, հիմա նույնը անում ենք հաջորդ աչքի հետ։ Նորից մտցնում ենք պարանոցի հատվածից, դուրս ենք բերում, աչքի կողքից, այս հատվածից։ Նորից ասեղը մտցնում ենք ներսի մասից, աչքի, դուրս բերում, նույն տեղից։ Տեսնում եք ինչպես է փոխվում մեր արջուկի տեսքը, միանգամից ավելի նուրբ ու գեղեցիկ է դառնում։ Այսպես կարող ենք նորից կապ դնել, որպեսզի թելը հետ չգնա։ Ձգում ենք այնքան, մինչև երկուսը միասին սիմետրիկ կլինեն։ Նորից ամրացնում ենք կապը և թաքցնում արդեն թելիկի ծայրերը արջուկի մարմնի մեջ։ Հիմա ասեղի վրա անցկացրել եմ սև թել և պետք է ձևավորենք մռութիկի այս հատվածը, դրա համար ասեղը մտցնենք այս ներքևի հատվածը պարանոցի կողմից, կապենք այստեղ թելը, փոքր երկար թողնենք, կրկնակի հանգույց անենք, որ դուրս չգա։ Հիմա ասեղով այս քիթիկի տակից անմիջապես
Այստեղ կարող ենք մի փոքր ձգել քիթիկը, որպեսզի այստեղ մի քիչ փոսիկ լինի։ Նորից ասեղը վերադարձնենք քիթիկի ներքևի հատված եւ դուրս բերենք այստեղից։ Այսպես։ Հիմա պետք է ձևավորենք մեր արջուկի հոնքերը։ Հիմա նորից ասեղը կանցկացնենք քիթիկի ներքևի մասով։ Մոտավորապես այստեղ։ Աստիճանաբար վերջացնում ենք մեր արջուկի պատրաստման ընթացքը։ Ինչպես ստացվեց։ Ձեզ դուր եկավ մեր արջուկը։ Սիրելի աղջիկներ, կարող եք օգտագործել ցանկացած տիպի թել, ցանկացած գույնի թել, ձեր նախասիրությամբ, ձեր ցանկությամբ, ինչը որ դուք գեղեցիկ կհամարեք, ինչի ցանկություն որ կունենաք։ Այստեղ դուք ստեղծագործում եք, սա ձեր աշխարհն է, մի վախեցեք փորձարկումներից, ազատ ստեղծագործեք։ Հիմնական կանոնները ավելացնելու, պակասեցնելու, ականջների, մռութիկի, թաթիկների, փոսիկների պահերը հիմնականում ֆիքսեք, իմացեք, որը ինչ պետք է անել, մնացածը արդեն ձեր ստեղծագործելու հնարավորությունն է։ Կարևոր նյուանսները հաշվի առեք եւ կունենաք գեղեցիկ խաղալիքներ։ Խնդրեմ, սիրելի աղջիկներ, օգտվեք վարպետության դասերից, բաժանորդագրվեք իմ ալիքին եւ կունենանք նոր ստեղծագործություններ։ Կստեղծագործենք միասին, կստանանք հրաշք խաղալիքներ։ Ամենայն բարիք ձեզ։